Եվ քանդակի հեղինակ պարոն Կակոսյանին։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր լրացնելու այս գեղեցիկ համալիրը արծիվ արձանով։ Ինչու արծիվով, որովհետև արծիվը հայկական հնագույն խորհրդանիշն է ուժի, հեռատեսության, աննկուտության, եթե ուշադրություն դարձրեք, նաև միշտ զգոն է և հայացքը հարված է դեպի լեռն Արարատ։ Մարտին Կակոսյան, Մաքսենա Հարությունյան, այս անունները կրող բացառիկ անհատները կատարյալ հայ տղամարդու և կնոջ օրինակներ են։ Օրեցօր աղավաղվող այս աշխարհում դժվար է գտնել նրանց նման երկրորդը, դժվար է գտնել մարդկանց, ովքեր այսչափ հավատարիմ են հայրենիքին, ընտանիքին, հավատքին, որ անսահման կարևոր է նախնիներին, մաքուր գեներին և արդարության համար այն մեծ պայքարին ու պատերազմին, որ իբրև ժառանգություն ստացել են հայոց ցեղասպանության զոհ գնացած իրենց նախնիներից և փրկված հարազատներից, ովքեր հեքիաթի փոխարեն նրանց ականջներին շշնջում էին ցեղասպանության դառը պատմությունները, ասեսարյան մեջ ամեն օր ներարկելով արդարության յուրօրինակ ծարավ, որն ամենևին էլ համակված չէր ատելությամբ ու գազանությամբ, այլ հղի էր բորբոքվող տաղանդներով, աշխարհին մաքրությամբ հաղթելու և համայն մարդկությանը մեծ գործերով հայի մասին պատմելու անհարթնուն մղումով։ Իմ մեջ ամրացել է այն միտումը և այն համոզմունքը, որ աշխարհի ոչ ծալքում աշխատենք, մենք գիտենք, որ սա է մեր հայրենիքը։ Այս հողակտորը մենք պիտի պաշտպանենք և մենք օր-օրի ամրանում ենք։ Ոչ ոք ավելի լավ չգիտե հայի ցավը, քան նա, ում պապին խաչել են եկեղեցու դռան վրա։ Թվում է, այս անաստվածության պտուղը պետք է լիներ ծով ատելությունը, որ մարդ արարածին կարող է դրդել կրկնակի դաժանության։ Հայ մարդը, սակայն, աշխարհին տրված է իբրև պարգև և ոչ երբեք իբրև պատուհաս, ու որքան էլ ցեղասպանությունը խժռում էր ամենքին ու ամեն ինչ, պետք է երբևէ չհաղթեր հայի ինքնակառուցվող ոգուն, որը կռվան էր ապրելու և ապրեցնելու համար, որը ուժ էր վեր կանգնելու ամենասարսափելի թվացող դժվարություններից անգամ։ Ու վայրագ թուրքի երազանքը հավերժ կմնա անկատար, որովհետև Մաքսենա Հարությունյանը, լինելով միայն մեկ հայի օրինակ, իր իմաստությամբ ստիպեց աշխարհի առջև գլուխը կախել միլիոնավոր թուրքերի, և այսպես յուրաքանչյուր հայ, երբ կառչում է իր արմատներից, հաջողում է չապաշխարած թուրքին ամոթի խաչին գամելու իր առաքելության մեջ։ Անհավանական այս տիկնոջ կամքը յաթաղանից ավելի հզոր գտնվեց և դարձավ խոսափող, որ օվկիանոսից այն կողմ նախագահից մինչև սենատոր, դպրոցականից մինչև ուսանող, իրազեկ կդարձներ հայի արդար պահանջներին, դոցենտ, կրթության համակարգի բացառիկ մշակ, բժշկական համալսարանի հպարտություն Մաքսենան ցայսօր քնում ու արթնանում է արդարության հաղթանակը տեսնելու մարտնչող երազով։ Genocide that doesn't recognize still today. My father was only 4 years old. Genocide began in 1915, April 24. Thank you very much. Ահա երջանկահիշատակ, աշխարհահռչակ քանդակագործ, դիզայներ Մարտին Կակոսյանը խեղդված սեփական ցավից սփոփանք գտավ ամերիկացիներին սեփական զավակների վախճանի հոգեղեն վայրի բացահայտման մեջ, հետո կերտեց հայոց բանակի հաղթական արծիվը, հետո նահանգներ, Եվրոպա, աշխարհ, նրա փառահեղ գործերը արձանացան աշխարհաքաղաքական բացառիկ կենտրոններում և վարպետը անմահացավ, որ անմահ մնա
նա իր պապերի տունը քանդող թուրքի ամոթը, որ բորբոքվում էր ամեն անգամ, երբ ամերիկաներում նրան փառքի շքերթներով էին դիմավորում, վանկարկելով, թե հայ է, լավն է, տաղանդավոր է, ուրիշ է, եւ այդ շեք տղան, որ Գյումրու սովորական մի փողոցի համեստ մի տանն էր մեծացել, աշխարհը դարձրեց իր տաղանդի ու դրա արգասիքների հավերժական թանգարանը, որում սավառնում է նրա հոգին ու հոգ տանում տաղանդավոր զավակների, այսօր նաև թոռների համար, հայրենիքի համար։ Այս շեք տղան, այս սևահեր հայուհին ոչ մի օր չվազեցին փառքի ետևից, նրանց ճանապարհը միմյանց կերտելու մասին էր, նրանց երազանքը ապրել ավելի մաքուր աշխարհում, եւ ուրեմն ահա ովքեր պետք է լինեն մեզ համար օրինակելի, ահա ումից պետք է սովորեն սերունդները, ահա որ տեսակը պետք է հաղթի, եւ ուրեմն ով հայ մարդ, ճանաչիր անօրինակ զավակներիդ, ճանաչիր մեծարելով, ճանաչիր պատվի առնելով, ինչպես դա անում են ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն, որ ինձ առիթ եղավ, եւ շնորհակալություն նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահին, որ հավանեց եւ առիթ տվեց իմ երազանքը կատարելու, լրացնելու այս գեղեցիկ համալիրը իմ աշխատանքով, իմ նվերով, այս արծիվով, այս հայ արծիվով։ Ով հրամայում եմ Պարքեվատրե պատվագրով Հայաստանի Հանրապետության դիզայներների միության նախագահ Մարտիկ Երվանդի Կակոսյանին։